Ձեզ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը կօգնի, թե կխանգարի Սամվել Կարապետյանին Փաշինյանին հեռացնելու գործում։ Երևի օգնի։ Չգիտեմ, որովհետև որ բոլորն է Փաշինյանին դեմ են։ Չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով պետք է բոլորը միանան իրար ընդդիմությունը ու մի ամուր պայքարեն սրանց դեմ։ Իմ քայլի։ Ես կասեի, որ վնասի հայ ժողովրդին Քոչարյանը, Սերժը պետք է վերանան։ Դրանք պետք է վերանան։ Ինչ եք կարծում, որ կվնասի նրա աջակցությունը։ Ամեն ինչով 30 տարի ինչ արեցին, Հայաստանը քանդեցին։ 30 տարի քանդին, կերան, լապեցին, հիմա դեռ նորից ուզում են էլ գան կառավարության գալու, պակաս բանում են անել։ Գիտեք, ես այնքան հեռու եմ այդ պոլիտիկայից, չեք պատկերացնել։ Ну не здесь, извините, не знаю точно. Ես չգիտեմ, ոչ Սամվել Կարապետյան էր, ոչ էլ Ռոբերտ Քոչարյան, միայն Փաշինյան։ Չեք ճանաչում Քոչարյանին կամ Սամվել։ Ինչու՞ չէ ճանաչում ենք, բա ինչ ենք անում։ Այո, իր 30 տարվա գործունեությունն ենք ճանաչում։ Ճանաչելով իր գործունեությունը, կասենք ոչ Քոչարյանի շատ հարգանքով։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին, չեմ կարողացել, չեմ զբաղվում այդ հարցին։ Սամվել Կարապետյանը ով է։ Գործարար, բարերար, հիմա որ Կալուգայի Սամոյի հետ եք։ Հա, իսկ այդ Քոչարյանն ով է։ Շուտվանից է եղել այդտեղ պրեզիդենտ։ Ես պրոստը Ռուսաստանի մարդ եմ։ Ռոբերտ Քոչարյանին չեք ճանաչում։ Հա, այն որ Պուտինի ձևերն էր անում, սա, հա, ճոկեցի։ Ռոբերտ Քոչարյանը սիմպաթիչն է, բայց ասենք Կալուգայի Սամոն մերոնքական է։ Բայց կհաջողվի նրա աջակցությունը, որ հեռացնեն Փաշինյանին։ Փաշինյանին ճիշտ ասած քաղաքականությունը կապիկություն է։ Փաշինյանը ինքն էլ է շատ լավ հասկանում, թե Ռուսաստանի, թե Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի բոլոր հարևանների առաջնահերթ մեծագույն գերպետությունների հետ անպայման պետք է Լուկաշենկոյից օրինակ վերցնի։ Կապ չունի, ուզում է Փաշինյանը լինի ազգանուն, ուզում է Պողոսյան լինի։ Պրոստը մեր Հայաստանը մի թիքյա տեղ է։ Բոլոր հետ հարկավոր է լավ բարի դրացիական հարևանություն անել, առևտուր անել, որպեսզի զարգանա մեր պետությունը։ Մենակ մոլիբդենը մեր պետական ուժը չի։ Մենք շատ հնարավորություններ ունենք, որպեսզի մեր արտադրությունը զարգացնենք։ Իսկ ես տեսնում եմ սովետական միությունից հետո ոչ մի բան չի զարգանում։ Մենակ փախ են անում, սխալ է։ Հարկավոր է Թուրքիայից, Չինաստանից օրինակ վերցնելով լյուբոյ оборудование, լյուբոյ մեքենաներ, թող կոպիրovat անեն, կոպի անեն։ Վաճառեն, ով է խանգարում, Ռուսաստանն էլ է դեբիլ այդ կողմից։ Մի քանի հատ հումք ունի, գիտի ինքնա որ կա։ Բայց հիմա արդեն ընդեղ էլ է փոխվում, իսկ Հայաստանը իր այս միթիկյա բնակչության համար շատ մեծ հնարավորություններ ունի։ Նենց որ ես իմ համար մեկը ով ուզում է լինի։ Մենակ կապիկություն չանի, դրա համար հենց լինում են Ամերիկայի ստեղի դեսպանատունը դե իր թվականակով երկրորդն է աշխարհում։ Ամերիկացիներն են, հիմա Սորոսին արդեն գլուխը կերավ համարյա Տրամպը, նենց որ պետք չի ոչ Եվրոմետ, ոչ Ամերիկամետ, այսինքն պետք է համ Եվրո, համ ռուս, իսկ ովքեր որ ռուսա դեմ են Հայաստանի հիմա շատ այդ ձևի մարդիկ կան։ Ես միշտ առաջարկում եմ, եթե դուք սովետական միության դեմ եք, եկեք առաջնահերթ տրաքացնենք մետրոն, այրոպորտը, համալիրը, այս շենքերի 99%-ը ամեն ինչը Հայաստանը, որ հիմա ապրում, այդ միայն սովետական միության շնորհիվ, ու մնացած բոլոր ռեսպուբլիկաները բուժի։ Նույնն էլ Ուկրաինան, մենակ հուշարձանների տա կռիվանում, թող Կիևի մետրոն տրաքացնեն, նենց որ հուսով եմ Հայաստանը շատ լավ պայծառ ապագա կունենա, եթե գայեշնիկները չկանգնացնեն։ Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը Սամվել Կարապետյանի աջակցությունը թող աղջիկյան այդ տեղն հələ փագիտակ է, ինչ է իրան խառնում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին չեք զորով իմբերանին չեք բացում, չեք տեսնում ժողովուրդը չի ուզում։ Ռոբերտ Քոչարյանին ժողովուրդը չի ուզում։ Հիմա ես որ խոսում եմ, չէ, ես էլ չեմ ուզում Ռոբերտ Քոչարյանին, բայց ես որ խոսում եմ, դա նշանակում է ես հիմա Ռոբերտ Քոչարյանի օգտին եմ խոսում։ Էդի դուք հասկանում եք, որ ես իրան չեմ ուզում, բայց հիմա որ խոսում եմ, դա նշանակում է, որ ես իր օգտին եմ խոսում։
Իսկ Սամվել Կարապետյանը պետք է անպայման ազատվի։ Ոչ թե ազատվի, անպայման պետք է ազատվի։ Նա ոչ մի բան չէր արել, ոչ մի բան, ուղղակի ոնց որ մի հատ խոսք է հայկական, լավ խոսք է, ասում է ճուժոյ պախմել։ Էդի, հա, դա հայկական խոսք է, ճուժոյ պախմել փագեցին, էլի, թե ինչի մար չգիտեմ։ Այդ խոսքերը որ ասում եմ, հասկացող մարդիկ լավ էլ պետք է հասկանան։ Եվ այտենց շատ մարդ է գնացել այդ, գիտեք ոնց, Միկվա ղեկավարը պետք չի որ երկու հատ Հարվարդ ավարտացելնի կամ էլ Քեմբրիջից հենց դուր է եկել, պետք է հայրենասեր լինի, որ իր այդ հողը սիրի, իր ժողովրդին սիրի, հազարողորմի Կարեն Սերոբիչ Դեմիրճյանին, իր կեսի չափ հայրենասեր մարդ լիներ, մեր երկիրը կծաղկեր։ Չգիտեմ, բայց Եթե համագործակցեն Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը, կկարողանա ցես Սամվել Կարապետյանը հեռացնել Փաշինյանից։ Գիտեք ինչ, այս կամերան չլինի, ես անես բաներ կասեմ, ուղղակի ես չեմ ուզում մարդկանց հիասթափացնեմ, ես շատ եմ հարգում Սամվել Կարապետյանին, գիտեք ինչ, ժողովրդի 50%-ը, եթե ոչ ավելի, կարող է 70%-ը, բոլորն էլ կարծում են, որ Սամվել Կարապետյանը աշխատում է Ռոբերտ Քոչարյանի համար, դրա համար էլ ժողովուրդը մի քիչ կծկված է մի քիչ, բայց վաղը միսուր Եմի խոմսեն չի մնակ, այդտեղ են կասատվի, քելնի պարս կասի, չէ, ես իմ համար եմ, այդ ժամանակ, բայց իրան պետք է ազատել, առաջ երդին ինքը պետք է ազատվի, իսկ սրանք իրանց դրել են տուրիստի տեղ, Բելգիայից Դուշանբեից մի օր Երևանում, այս անգամ Եգիպտոս, պարա, կարող է գիտես, չի կարելի, էլի, չի կա, ում հաշվին, իմ հաշվին, որտև ոնց են ասեմ, налогоплательщик, ոչմ, ոնց, ապրես, հա, այդենց լիքը հարկատուներ կան, ես հոգնել ենք, եթե ուզում ես հանգիստանաս, Երևան քաղաքին ման գեղեցիկ տեղ չկա հանգիստանալու, ստի հանգիստացի, հենա, հեծանի պապետ մի հատ կարնեմ քշի,